Ես Վաչիկն եմ, մասնագիտությամբ միջուկային ֆիզիկոս, ավարտել եմ պետական համալսարանի միջուկային ֆիզիկան, անցած տարի էլ պաշտպանել եմ իմ ատենախոսությունը Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում։ Որոշել ենք նախագծել ստերիլիզացնող համակարգ, որ վիրուսից ու բակտերիաներից կմաքրի հարդ մակերևույթի վրա, ընդհանրապես մակերևույթի վրա ամեն ինչ։ Համարյա մի շաբաթ առաջ սկսեցինք Հայկի հետ քննարկել, թե ոնց կարող ենք մենք մեր ներդրումն ունենալ այս ստեղծված իրավիճակի հետ կապված։ Նախապես որոշել էինք շնչառական սարքերի ավելի էժան, ավելի արագ սարքվող տարբերակ ստեղծել, բայց հետո ուրեմն երբ որ ծանոթացանք, թե մարդիկ ինչեր են անում, այս իդեան առաջացավ, որ կարող ենք ուլտրամանուշակագույն լույսով ախտահանում անել, քանի որ ուրեմն այդ պահանջարկը ոնց հասկացանք կա, շորերի, բժշկական խալաթների, ձեռնոցների, դիմակների, նույնիսկ գործիքների բժշկական կարող ենք սրա միջոցով ախտահանել, հետո այս լամպերից ճարեցինք, հա, ինստիտուտից գտանք ու որոշեցինք սարքը հավաքել, քանի որ ուրեմն մենք այդ իդեայից ահավոր ոգևորված էինք, ուզում էինք հնարավորին շատ արագ ստանալ ու քանի որ էքսպոնենցիալ աճ է տեղի ունենում հիվանդների, վիրուսը արագ տարածվում է, որոշեցինք ինչքան հնարավոր շուտ անել, այս ուրեմն սարքը մենք պատրաստեցինք համարյա 48 ժամով, գիշեր-ցերեկ անդադ աշխատանքային ռեժիմով։ Սարքը այս չափի է, ինքը բանա, սառնարանի չափ է։ Իրա մեջ ոնց որ տեսնում եք, տեղադրված է այս ցանցը, որի վրա պետքա դրվի դիմակները, ձեռնոցները եւ այլ պարագաներ։ Ինքը վերևից ու ներքևից լույսեր են միացված, այս լույսերն են, ախտահանիչ լույսերն են։ Հատուկ դիապազոն լույսի մեջ, որ հենց այդ ախտահանման հատկություն ունի, ու իրան դենց են կարել, որ բոլոր կողմերից անդրադառնա, որպեսզի էֆեկտիվությունը մաքսիմում բարձրանա։ Այս դեպքում ունենք բավականին հզոր տարբերակ, ու չնայած իր չափերը, իր OGG-ն շատ բարձր է ու հզորությունը շատ բարձր է։ Տեսեք ոնց է աշխատում։ Միացրեցինք ստեղ վագոնալ դեպ լամպ, հա, որի միջոցով կարող եք տեսնել ներսում ինչ է կատարում, ու քանի որ այս լամպերը ունեն մի հատ խնդիր, որ կարող է վնասել մեր տեսողությանը, մենք որոշեցինք լույսը չդնենք նրա վրա, որ մարդը գա ու ձեռով կանջատի կմիացնի այս լամպերը, հա, UV լամպերը։ Դրա համար նայեք ինչ ենք անում։ Ինքը հիմա միացած է, մենք իր մեջ դրեցինք պարագաները, բայց հենց իրան փակում ենք, այստեղից տեսեք, միանում են UV լամպերը։ Տեսնում եք գույնը ուրիշ է։ Միացավ։ Հա, հիմա որ բարձրացնի ինքը, տեսեք, հենց որ բարձրացնում ենք, որպեսզի ներսում եղած սարքավորները հանենք, հա, տեսեք գույնը փոխեց, արդեն սպիտակ է։ Հա, իջացրա, միացավ ուլտրամանուշակագույնը։ Տեսեք, ուրեմն այս տարբերակով, քանի որ հզորությունը իր բավականին մեծ է, 10-ից 15 րոպեում կարելի է ախտահանել, եթե դիմակների վրա օրինակ բերենք 80 դիմակ։ Հաշվարկարեք կհասկանաք, որ եկան քանի դիմակ մենակ ես մի փոքր սարքով կարելի է ախտահանել ու մոտորը կպատկերացնեք ինչ որ։ Սարքերը տարբեր տեղերից ենք ճարել, մի մասը գնացել ենք Էջմիածնից ենք բերել է սառնանը, մնացած մասերը ուրեմն տարբեր շինարարական խանութներից, որոնք որ on-line ռեժիմով աշխատում էին, պատվերներ ենք իրականացնել, որոշ մասը այստեղ ինստիտուտի ռեսուրսներից ենք օգտվել, հա, ինչը որ այստեղ կար, արկա էր մեզ տրամադրեցին ու այստեղ իմ գործիքներով, հա, իմ ուրեմն ինստիտուտի գործիքներով, հա, որ ես ունեմ, դրանցով մենք այս ամեն ինչը կազմակերպեցինք, արեցինք ու ոնց որ թե ստացվեց։ Դա տեսեք, բանա, մեզ ուղղակի բոքս էր պետք, հա, որի մեջ մենք կհավաքեինք հերմետիկ փակվող տուփ, հա, որպեսզի արագ լիներ, մենք գտանք հենց այդ կոլայի սառնարաններից ու իրան մոդիֆիկացրեցինք, փոխեցինք, հարմարացրեցինք մեր ընտրի պահանջներին, իր ֆունկցիոնալությունից մենակ հերմետիկությունն ենք օգտագործում, այսինքն ցանկացած բան տուփ, որը որ կունենա այդպիսի հերմետիկություն, կարելի է օգտագործել այս նպատակով ու ցույց ենք տվել նախարարության աշխատակիցներին։ Դուրները շատ եկավ, իրանք սրան մեծն են ուզում, ասացին, որ իրանք ուզում են
օրական մինչև 100 խալաթ, հա, ինչ որ բժշկական շորեր ախտահանեն, որի համար ավելի մեծ կուզենան լինի, որ ասենք իրան տեղադրես, չգիտեմ, հյուրանոցում, հա, օրինակ այդ մարդկանց որտեղ որ մեկուսացված են այնտեղ, այդ օգտագործվի, հետո երբ որ այդ մարդիկ դուրս գան, այդ տեղափոխելի լինի, այսինքն շարժական լինի սարքը, բայց մեծ չափերով, մենք պետք է հասկանանք, մտածենք ոնց կարանք այդ իրականացնենք այստեղի ռեսուրսներով։